Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, այսօրվա հիմնական թեմաներն են։ Իրոք շատ մեծ և կարևոր իրադարձություն է տեղի ունեցել։ Ռուսական ծորենով բեռնված գնացքն առաջին անգամ Ադրբեջանով և Վրաստանով ժամանել է Հայաստան։ Մինչ այդ Բաքվում ոչ միայն չեն հրաժարվում արևմտյան Ադրբեջանի քննարկումներից, այլև պատրաստվում են ավելացնել դրանք։ Արդյոք կպետականացվեն Հայաստանի էլցանցերը։ Վարչապետ Փաշինյանն այսօր հայտարարել է ամեն ինչ կախված է գնից։ Իսկ գինը պետք է որոշվի համակողմանի վերլուծության արդյունքում։ Կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տեր Տարոն Քահանա Հունանյանը, եկեղեցական բարքերը հրապարակային քննադատելուց և կարգալույծ քահանայի հետ խորան բարձրանալուց հետո։ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանքի առաջադրվել խոշոր չափերով կաշառք ստանալու հոդվածով, նախկին նախագահին արգելվել է երկրից բացակայել։ Ես արդեն փախած պտիմ նեի վաղուց։ ԱՄՆ Ռուսաստան հռետորաբանության մեջ դարձյալ ակտիվացել է միջուկային թեման։ Երկու գերտերությունները քննարկում են միջուկային մարտագլխիկներով հեռահար հրթիռների փորձարկումները։ Ռուսական ծորենով բեռնված գնացքն առաջին անգամ Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով է հասել Հայաստան։ Ուշագրավ է, որ առաջին գնացքը Ղազախստանից էին սպասում Հայաստանում, բայց պարզվել է Բաքուն նաև ռուսական բեռների համար է կանաչ լույս վառել։ Վաշինգտոնյան համաձայնություններից հետո Երևանն ու Բաքուն հայտարարեցին բեռների համար իրենց տարածքը բացելու մասին, բայց Հայաստանի տարածքով թուրքական և ադրբեջանական բեռներ դեռ չեն անցել։ Իրոք շատ մեծ և կարևոր իրադարձություն է տեղի ունեցել։ Ադրբեջանի տարածքով Հայաստան հասած ծորենի առաջին ներմուծումը վարչապետ Փաշինյանը մեծ իրադարձություն է համարում։ Ռուսական հացահատիկով բեռնված 15 վագոնները դիմավորելու համար էկոնոմիկայի նախարարը գիշերը հասել էր Տավուշի այրում կայարան։ Այդ խմբաքանակը Հայաստանի մեկ օրվա պահանջարկն էլ չի ապահովում։ Ըստ էության կարող ենք ասել, որ այս երթուղին արդեն գործարկված է։ 3.5 տասնամյակների մեջ առաջին անգամ է հայկական բեռն անցել ադրբեջանական երկաթուղով ու հասել Հայաստան։ Երկու շաբաթ առաջ Բաքուն հայտարարեց բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու մասին։ Եվս 15 վագոն ղազախական ծորենը նույն ճամփան է կտրում ու ըստ պաշտոնյաների 2-3 օրվա մեջ կհասնի Հայաստան։ Առաջիկա 3 ամիսներին մինչև 2026-ի հունվարի վերջը Ռուսաստանը եւս 132 վագոն ծորեն կուղարկի Հայաստան, Ադրբեջանով անցնող երկաթուղային նոր երթուղով։ Ըստ ՏԱՍՍ-ի հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ ռուսական կողմը ուսումնասիրում է նաև այս երթուղով այլ բեռներ տեղափոխելու հնարավորությունը։ Իրավիճակը անսպասելի եւ դինամիկ զարգացումներ են ունենում, ամեն օր բան է փոխվում, որտեղ ի սկզբանե նախատեսված էր, որ Ղազախստանից պետք է գա առաջին գնացքը, ընկալումն այն էր, բայց դրանից հետո պարզվեց, որ Ադրբեջանը նման հնարավորություն տալիս է նաև Ռուսաստանից եկող գնացքներին։ Մինչ ռուսները կոնկրետ թվեր են հայտնում, Հայաստանի վարչապետը այսօր դժվարացավ հստակ տեղեկություն տալ պայմանավորվածությունների վերաբերյալ։ Ծավալներից սկսած մինչև էլ ինչ է ծրագրվում Ադրբեջանի տարածքով տեղափոխել Հայաստան։ Նաև արդյոք հակառակ ուղղությամբ էլ հնարավոր կլինի կազմակերպել բեռների տարանցումը։ Մինչև հիմնական առիթ հանդիսացած շարժակազմը տեղ հասնի, դրանից առաջ ենթադրում եմ, որ գուցե թե էլի շարժակազմեր լինել, նկատի ունեմ իրավիճակը անդադ փոխվում է, որովհետև նորանոր հայտեր են առաջանում, հիմա պետք է նաև գործնականում պարզվի, թե արդյոք հակառակ ուղղությամբ էլ ապրանքներ ինչպես են հոսելու, այսինքն Հայաստանից, Վրաստանով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան կամ Ղազախստան կամ այլ երկրներ եւ համոզված եմ, որ ժամանակի ընթացած տեղեկատվությունը հանրությունը այդ տեղեկատվությունը կիմանա։ Արդյոք Հայաստանը վճարել է Ադրբեջանին տարանցման համար ու ինչքան, որ ընկերությունն է ներկրումն իրականացրել, այս հարցերին էլ վարչապետը պատասխան չուներ։ Նրա կաբինետի անդամ էկոնոմիկայի նախարարը միայն ասել է եւ ռուսական եւ ղազախական ծորենը մասնավորն է ներմուծում։ Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե գիշերը Հայաստան մտած ծորենը գործարար Սամվել Ալեքսանյանն է ներկրել, չեն հերքվել։ Մանրամասներին չեմ տիրապետում։
Պաշտոնյաները շեշտում են, սա օգոստոսյան պայմանավորվածությունների արդյունք է։ Վաշինգտոնում ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվեց, բայց բեռները Ադրբեջանից Հայաստան ուղիղ չեն մտնում, անցնում են Վրաստանի տարածքով։ Արդյոք սա քաղաքականից բացի տնտեսական էֆեկտ ունի, օրինակ հացի գինը կիչնի, հանրայինի եթերում էկոնոմիկայի նախարարը հարցին կոնկրետ չպատասխանեց, կարծիք հայտնեց, որ Ադրբեջանով անցնող երթուղին Լարսով բեռնատարներով ցորենի տեղափոխումից եւ շահավետ է եւ անխափան, բացի այդ դիվերսիֆիկացիայի հարցը կարեւորեց։ Ինչու ես չեմ ասի, որ միանշանակ չէ, այսինքն հիմա օրինակ այսքան տոկոսով կիչնի, որովհետեւ դրանք տարբեր հանգամանքներից են կախված։ Հացի գնի միայն մի մասն է, այսպես ասած, ցորենի ինքնարժեքը, այնտեղ էլեկտրաէներգիա, տեղափոխում, լոգիստիկա, փոխարժեք եւ այլն, բայց միանշանակ կարող ենք պնդել, որ այլ հավասար պայմաններում ինքնարժեքը կլինի բնականաբար շատ ավելի ցածր։ Երկու տարբերակով էլ ըստ էության Վրաստանն է եւ Ադրբեջանի դեպքում ըստ էության երկաթուղին 30% ավելի երկար է։ Մինչ իշխանությունը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական արդյունքներից է խոսում, Ռուսաստանից կախվածությունը կրճատելուն կողմ արտահայտվող տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է, պնդել, որ այս նոր երթուղին կեժանացնի ցորենի գինը տնտեսական հիմք չունի։ Ադրբեջանի տարածքով ցորենի ներկրման տնտեսական արդյունավետությունը կավելանա, եթե ըստ տնտեսագետի աշխատի Իջևան Ղազախ երկաթգիծը։ Եթե չկա օրինակի համար ադրբեջանական կողմի հետ ենթադրենք պայմանավորվածություն, որ օրինակ երկաթուղու բեռնափոխադրման վճարը ենթադրենք 80%-ով զեղչ են արել օրինակի համար, այո, կարող է այդ դեպքում ձեռնտու լինել, բայց մնացած այլ հավասար պայմաններում քիչ հավանական է, որ այս տարբերակը տրանսպորտի ավելի էժան լինի, քան Վրաստանով եկող տարբերակը։ Կիլոմետրի համար որքան տրանսպորտային ծախս ենք հատկացնում եւ որքան օրինակ պարոմի համար ենք Սևծովի համար։ Վերջին երկու շաբաթներին Նիկոլ Փաշինյանը արդեն 4 անգամ առաջարկել է կազմակերպել Հայաստանի տարածքով բեռների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ։ Երեկվա դրությամբ ոչ Անկարան, ոչ Բաքուն դեռ չէին արձագանքել, տեղեկացրել էր արտգործնախարար Միրզոյանը։ Մինչ այդ Ադրբեջանում ակտիվորեն շրջանառվում է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի եւ ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Ադրբեջանի կառավարության ֆինանսավորմամբ Բաքվում կազմակերպված նման մի քննարկման ժամանակ որոշել են ավելի ակտիվ է պետք թեման առաջ տանել եւ հաջորդ տարի նաեւ ավելացնել այդ թեմային առնչվողների ֆինանսավորումը։ Ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստան մարդու հիմնարար իրավունքների հարց է եւ մենք պետք է առավել ակտիվ աշխատենք այս ուղղությամբ։ Այսօր հայտարարել է ադրբեջանական ՀԿ-ներից մեկի ղեկավար պրոֆեսոր Ֆուադ Մամեդովը Ադրբեջանի կառավարության ֆինանսավորմամբ Բաքվում կազմակերպված վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան թեմայով քննարկման ժամանակ։ Նույնիսկ հետպատերազմական շրջանում ակնհայտ է, որ Հայաստանի եւ հայկական Սփյուռքի որոշ ուժեր շարունակում են փորձել կեղծել Ադրբեջանի պատմությունը։ Այս երեսպաշտությունը պահանջում է, որ մենք ավելի զգոն լինենք եւ չթուլանանք ու հիշենք նախագահ Ալիևի վերջին ելույթը։ Օրեր առաջ ելույթ ունենալով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին նախագահ Ալիևը գիտնականներին հանձնարարել էր ավելացնել աշխատությունները տարածաշրջանում ադրբեջանցիների դարավոր ներկայության, պետականության ու տարածվածության մասին։ Ցավոք տարիներ շարունակ հայկական կողմը եւ Սփյուռքը խեղաթյուրել են մեր պատմությունը եւ այս քարոզչությունը շարունակվում է։ Մենք պետք է դրանց հակադրենք մեր գիտական ճշմարտությունները։ 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ տարածքում գրեթե բոլոր տեղանունները այսօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն։ Սևանա լիճ չկա, կա Գյոյչա։ O xəritələrdə Sevan gölü adlı göl yoxdur, o xəritələrdə Göyçə gölü։ Այսօր արդեն Բաքվում ելույթներ են հնչել առաջնորդի այս հանձնարարականի շեշտադրմամբ։ Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների ազգային ֆորումի խորհրդի անդամ Զահուր Իբրահիմլին օրինակ վերջերս հրատարակված 18-րդ դարի թուրքմեն հեղինակներից մեկի աշխատությունն է վկայաբերել, որը նկարագրում է իրավիճակը տարածաշրջանում շուրջ 300 տարի առաջ։ Աշխատությունը եւս մեկ անգամ հաստատում է, որ Երևանի բնակչությունը կազմված էր ադրբեջանցի թուրքերից, տեղանուններն էլ բացառապես ադրբեջանական են։ Այս պատմական
աշխատության մեջ ոչ մի հայկական տեղանուն չի հիշատակվում։ Ադրբեջանի մամուլի խորհրդի անդամ Մուշֆիկ Ալազգարլին էլ պնդել է, պատրաստ են աշխատել նախագահականից տրված նոր հանձնարարականների համաձայն։ Ժամանակի ընթացքում հայերը փորձել են ջնջել ադրբեջանցիների հետքերը այդ հողից։ Այժմ մեր ազգային գիտակցության մեջ այս հիշողությունը վերակենդանացնելու համար լրատվամիջոցները եւ քաղաքացիական հասարակությունը պետք է ձեռնարկեն կոնկրետ քայլեր։ Մենք որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ քննարկում ենք, թե ինչ կարող ենք անել եւ ինչպես պետք է գործենք պետության կողմից սահմանված առաջնահերթություններին համապատասխան։ Մինչ այս անցած շաբաթ էլ կրկին Ադրբեջանի կառավարության աջակցությամբ համաժողով էր կազմակերպվել Բրյուսելում, որտեղ Արևմտյան Ադրբեջան համայնքի նախագահ Ազիզ Ալեգբարլին պնդել էր. արևմտյան ադրբեջանցիներն անցյալ դարի ընթացքում համակարգված եւ աստիճանաբար տեղահանվել են իրենց պատմական հողերից։ Բաքվից հնչող այս մեղադրանքներին Երևանից զգուշավոր են արձագանքում։ Վարչապետ Փաշինյանն այսօր կրկին այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ պնդեց, թե պատմության մեջ խորանալու փոխարեն անհրաժեշտ է հենվել ընդամենը մի քանի ամիս առաջ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Ինձ ընդհանրապես հետաքրքիր չի դա, որովհետև կա 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված եւ նախաստորագրված փաստաթղթերը եւ կա 2024 թվականի սեպտեմբերի երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։ Այսինքն հիմա անկնել պատմական բանավեճերի էսա գրած եւ այդ բոլոր անունները ով ասել, որ այդ անուններն ադրբեջանական են։ Այդ անունները թուրքական են, պարսկական են, արաբական են, մոնղոլական են։ Ադրբեջանական կողմը սակայն ոչ միայն եւ ոչ այնքան անցյալի, որքան ապագայի մասին է խոսում։ ՀԿ-ների ու նախագահ Ալիևի ելույթներում կարմիր թելով միևնույն միտքն է անցնում. ադրբեջանցիները պետք է վերադառնան ներկայիս Հայաստան։ Ոչ թե տանկերով, այլ մեքենաներով օրեր առաջ ասել էր Ադրբեջանի առաջնորդը։ Նիկոլ Փաշինյանը, որ մի քանի ամիս է հայտարարում է, թե տարածաշրջանում այլևս խաղաղություն է հաստատվել, այսօր ընդունեց Բաքվի երկիմաստ այս հայտարարությունները այդ օրակարգը կարող են վտանգի տակ դնել։ Ինչ վերաբերվում է գնալ գալուն, խաղաղությունը նրա մասին է, որ Հայաստանից մարդիկ կարող են գնալ ավտոմեքենայով, այդ թվում Բաքու, Ադրբեջանից էլ ավտոմեքենայով կարող են գալ, այդ թվում Երևան։ Իսկ եթե խոսքը ուրիշ բանի մասին է, ես ասում եմ, այդ օրակարգը վտանգավոր է խաղաղության համար։ Չնայած հայկական կողմի զգուշացումներին, Բաքվում ոչ միայն չեն հրաժարվում, այլև պատրաստվում են ավելացնել արևմտյան Ադրբեջանի թեմայով քննարկումները։ Այսօրվա համաժողովի ժամանակ մասնավորապես ոչ կառավարական կազմակերպությունների պետական աջակցության գործակալության տնօրեն Այգուն Ալիևան հայտարարել է. այս տարի Ադրբեջանի պետական բյուջեից ռեկորդային շատ 51 նախագիծ է ֆինանսավորվել։ Հաջորդ 2026-ին էլ արևմտյան Ադրբեջանի թեման կլինի կառավարության դրամաշնորհային մրցույթների առաջնահերթությունների շարքում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ բանագնաց Մագդալենա Գրոնոին։ Ադրբեջանական ապայի փոխանցմամբ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային այլ հարցեր։ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը հայտնել է Բրյուսելի պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Էլ-ցանցերի ճակատագրի հարցում դեռ հստակություն չկա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հորդորել է սպասել ՀԵՑ-ի լիցենզիայի վերաբերյալ վարույթի ավարտին, որի վերջնաժամկետը նոյեմբերի 18-ն է։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը մոտ մեկ ամիս առաջ ասել էր, որ կա երկու ելք ՀԵՑ-ը կամ կզրկվի լիցենզիայից, կամ վարույթը կկարճվի։ Եթե լիցենզիան կասեցվի, դա կարող է տանել ընկերության պետականացմանը։ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ կասեցման դեպքում էլ դեռ հայտնի չի արդյոք պետությունը կկարողանա գնել ընկերությունը, թե ոչ։ Էլ-ցանցերն ազգայնացնելու մտադրության մասին վարչապետ Փաշինյանը հայտարարեց նույն օրը, երբ եկեղեցուն պաշտպանող հայտարարությունից հետո իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով կալանավորվեց Էլ-ցանցերի եւ Տաշիրի սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Նախ սպասենք, տեսնենք հանրային ծառայության ներկարգավորող հանձնաժողովը ինչ է որոշում, դրանից հետո կոնկրետացնենք։ Շարունակությունը, եթե ելնենք այն կանխավարկածից, որ հնարավոր է դառնալու, հարցածագելու ինչքան է գինը, գնից է կախված։ Իսկ գինը պետքա որոշվի համակողմանի վերլուծության արդյունքում։ Եթե դա կլինի տրամաբանական գին, ես ասել եմ, որ շատ լրջորեն կքննարկի։ Եթե դա շատ մեծ կլինի գինը,
Եվ ակնհայտ կլինի, որ պետական բյուջեի միջոցներով մենք չենք կարող այդ ձեռքբերումը իրականացնել, գնանք երկրորդ սցենարով, բայց ասում եմ, դա հնարավոր կամ անհնար կդառնա հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշման արդյունքում։ Երկրորդ սցենարն է, որ ինչ որ սցենարով մասնավորեցվում է միջազգային հեղինակություն ունեցող ընկերության մասնագիտացված եւ իհարկե բայց կառավարությունը որոշակի ներկայություն թե օրենսդրական կարգավորումով, թե բաժնետոմսերի, թե ոսկե բաժնետոմսով այդ արդեն քննարկվում է։ Բոլոր դեպքերում պետք է վճարի հեծին, բայց ով մի սցենարի դեպքում կառավարությունը, մյուս սցենարի դեպքում նա ով ձեռք կբերի, որովհետեւ ըստ էության անուղղակիորեն կստացվի, որ ձեռք է բերում իհարկե կառավարության միջամտությամբ, բայց ձեռք է բերում մյուս ընկերությունից։ Լիցենզիայի դադարեցման դեպքում ՀԵՑ-ը մտադիր է կառավարության հետ քննարկել ընկերությունը վաճառելու հարցը, եթե այո, ապա որքան են այն գնահատում։ Ընկերության պատասխանատուներից այս հարցերին պատասխան ստանալ Ազատությանը դեռ չի հաջողվել, բայց կալանավորված միլիարդատիրոջ ընտանիքը $500 միլիոն փոխհատուցման պահանջով դիմել է արբիտրաժային դատարան։ Սա Հայաստանի պետբյուջեի ավելի քան 5%-ն է։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տեր Տարոն Քահանա Հունանյանը, եկեղեցական բարքերը հրապարակային քննադատելուց եւ կարգալույծ քահանայի հետ խորան բարձրանալուց հետո։ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կաշառք ստանալու հոդվածով, նախկին նախագահին արգելվել է երկրից բացակայել։ Ես արդեն փախած պիտի լինեի վաղուց։ ԱՄՆ Ռուսաստան հռետորաբանության մեջ դարձյալ ակտիվացել է միջուկային թեման։ Երկու գերտերությունները քննարկում են միջուկային մարտագլխիկներով հեռահար հրթիռների փորձարկումները։ Կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տեր Տարոն Քահանա Հունանյանը, հայտնում են մայրաթորից պատճառաբանելով, որ վերջինս ինքնակամ լքել է ծառայության վայրը, մասնակցել է կարգալույծ արված քահանայի պատարագին, հրապարակային ելույթներով վարկաբեկել է եկեղեցին եւ ծառայակից եկեղեցականներին։ Անհարգալից վարքագիծ է դրսևորել եկեղեցական բարձրագույն իշխանության նկատմամբ։ Այս որոշումից առաջ Տեր Տարոն Քահանա Հունանյանը հրապարակային քննադատել էր եկեղեցական բարքերը եւ կարգալույծ արված քահանայի հետ խորան էր բարձրացել։ Այս շաբաթ արդեն նախկին քահանան հրաժարվել էր բացատրություններ ներկայացնել Մայր Աթոռում իր հարցով հավաքված կարգապահական հանձնախմբին։ Մինչ Մայր Աթոռում շարունակվում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որի օրակարգում նաև հակաեկեղեցական արշավն է, վարչապետ Փաշինյանը վերահաստատում է կաթողիկոսին գահընկեց անելու իր մտադրությունը։ Այսօրվա ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանի թիրախում եւս մեկ բարձրաստիճան հոգևորական էր, այս անգամ կաթողիկոսի եղբայրը Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos-ը։ Ինչպես ստացվեց, որ մի սրբազանի ու մի քերակնոջ մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից ամիսներ անց տարածվում է ինտիմ տեսանյութ, որը վերագրվում է նույն անձանց։ Արդյոք հատուկ ծառայություններն են վարչապետի սեղանին դրել այդ կադրերը։ Փաշինյանը ստատուսը գրելիս փաստեր ուներ։ Ամենահավաստի աղբյուրը ժողովուրդն է։ Մայր Աթոռի դիվանապետին նկատի ուներ Փաշինյանը։ Չեմ կարող վստահ լինել, որ նման դեպքերը եզակի են։ Ինչ որ ես հարկ եմ համարել ասել եմ, հետո էլ ասածից համար ներողություն եմ խնդրել։ Դոմփելբարը գրեհիկ է, կոպիտ անվայելուչ, վարչապետը վարքագծի կանոն է խախտել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էր այսպիսի եզրակացության հանգել ու Փաշինյանն այդ բառի համար ներողություն խնդրեց։ Սակայն հոգևոր վերնախավին ուղղված նրա բառապաշարը հետագայում չմեղմվեց, նա կարգալույծ հոգևորականների մամուլում հնչեցրած գնահատականները խորհրդարանական ամբիոն էր հասցնում։ Ախպերը, որ KGB-ի գործակալա, որևէ բացատրություն տվել է։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկը բոսակա, մեկը բան, մոլագար սեռական, ու մենք մեր կյանքով ապրում ենք, ինչ է եղել, իրանց անձնական կյանքն է։ Իդեպ Մայր Աթոռն այս մեղադրանքներին մինչև այժմ չի անդրադարձել, որ վեհափարի եղբայրը ռուսական գործակալ է, Փաշինյանն իր հիմնական աղբյուրից ժողովրդից չի լսել, պնդեց փաստեր կան։ Այն փաստերը, փաստաթղթերը, որ հրապարակված են, ակնհայտ է դարձնում, որ
Խորհրդային Միության ժամանակներից, այո, նա հավաքագրվել է որպես պակ գործակալ եւ դա փաստ է։ Орденом Александра Невского награжден архиепископ Езрас, глава Российской и Новонахичеванской епархии Святой Армянской апостольской православной церкви. Օրեր առաջ Ռուսաստանի նախագահը ազգային միասնության օրվա արդիվ վեհափառի եղբորը Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին Նևսկու շքանշան հանձնեց։ Այս առիթով Հայաստանի վարչապետի տեսակետը ցանկացավ լսել իշխանական լրատվամիջոցի ներկայացուցիչը։ Ցանկացած երկիր ազատ է պարգևատրել ում ցանկանում է։ Հոգևոր վերնախավի դեմ սկսած արշավանքից ավելի քան 5 ամիս անց Նիկոլ Փաշինյանը տարակուսանքով է արձանագրում, մարդկանց չի հետաքրքրում կաթողիկոսը աղջիկ ունի, թե ոչ։ Այս հարցը ինչի չի հնչում Հայաստանում։ Որը մեկ ինչի չի որևէ փորձագետի, մասնագետի մայր աթոռի ներկայացուցիչ այս հարցը տալիս։ Եթե նա ունենար պարզվի, որ ունի աղջիկ, կամ որևէ մեկը, ով կուսակրոնության ուխտա ստանձնե, հետո երեխա է ունեցել, կարող է լինել կաթողիկոս, թե չի կարող։ Ժողովրդին նրանց տեսակետներին ու ցանկություններին է պարբերաբար հղումանում վարչապետը իր հռչակած հոգևոր նորոգման process-ը առաջ մղելիս։ Հիմա պարզվում է մարդիկ անտարբեր են կուսակրոնության ուխտը խախտողների հանդեպ, սա սակայն չի փոխի Փաշինյանի պլանը։ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի։ Հայաստանի ծառայելական եկեղեցին այսօր չունի կաթողիկոս։ Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ Մայրաթորում երրորդ օրն է շարունակվում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որ ժողովական եպիսկոպոսներից ոմանք Մայրաթորի պաշտոնականից տարբերվող տեսակետ ունեն, օրինակ Հովանավանքում կարգալույց քահանայի կատարած ծեսերի վերաբերյալ, պարզ դարձավ 3։ Դա պատարակ է ձեզ սրբազան։ Պատարակ չի։ Հիսուս ասում է, որտեղ իմ անունով 2-3 հոգի հավաքվում են, ես այնտեղ եմ։ Հիմա դրա անունը ներողություն, մեկ վայրկյան ասեմ։ Դրա անունը կդնեք պատարակ, ժամերգություն, թե հոգևոր երաժշտության օր, դա տարբեր է։ Ես ասում եմ, դու գնացեք հարցրեք ով համարել է, ինչ։ Ասում եմ, ես Մայրաթորն եմ։ Դուք Մայրաթորի միաբաններից եք։ Այո, բայց Մայրաթորը ունի իր պաշտոնական արտահայտությունը։ Թող Մայրաթորը պատասխանի այդ ամենը։ Արդյոք Էջմիածնական ժողովի օրակարգում է կաթողիկոսին գահից իջեցնելու տարբերակների քննարկումը։ Եպիսկոպոսներից այդպիսի առաջարկ կա։ Ես նման գործընթացին ծանոթ չեմ։ Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրենը ընդգծեց, հոգևոր խորհուրդը որևէ եպիսկոպոս կամ թեմի առաջնորդ չունեն իրավունք այդ հարցը քննարկելու։ Գերագույն հոգևոր խորհուրդը բացարձակապես նման մանդատ չունի քննարկելու ամենայն հայոց հայրապետի հրաժարականի հարցը։ Եվ մանավանդ որ այս օրերին մենք խոսում ենք իրավական հասարակություն, իրավական պետություն կառուցելու դիրքերից, հիմա ակնկալվում է, որ մենք մեր եկեղեցու եկեղեցական ներքին կալները խախտենք։ Ամենայն հայոց կաթողիկոսին ընտրել է ազգային եկեղեցական ժողովը, եկեղեցական իշխանության գերագույն մարմինը։ 26 տարի անց նոր ժողով հրավիրելու մտադրություն կա, բայց ըստ Մայրաթորի ծրագրի հաջորդ տարի մի ժողով պիտի հրավիրեն, որով պատրաստվեն ազգային եկեղեցական ժողովին։ Այլ են իշխանության պլանները։ Վարչապետը մտադիր է Օհանավանի ու Թալինի եկեղեցիներում աղոթքներից հետո Մայրաթոր հասնել։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք են առաջադրել խոշոր չափերով կաշառք ստանալու հոդվածով։ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր հայտնել է, որ մեղադրանքն առաջադրվել է հանգուցյալ Միխայիլ Բաղդասարովի ցուցմունքների դրվագով, որոնք ինքը հետո հերքել էր նշելով, թե սխալ են թարգմանել իր ասածները։ Սերժ Սարգսյանին արգելել են նաև բացակայել երկրից։ Եվ կանխատեսում էին, որ այսօր եւս մի քայլ նիկոլական ռեպրեսիվ ապարատը կձեռնարկի, ինչը եւ տեղի ունեցավ։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք են առաջադրել ու արգելել երկրից բացակայել։ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն է տեղեկացնում։ Ըստ նրա Սարգսյանին մեղադրանք են առաջադրել հանգուցյալ գործարար Միխայիլ Բաղդասարովի ցուցմունքների դրվագով։ Ընդ որում ըստ Աշոտյանի դեռ 6 տարի առաջ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ Բաղդասարովը հերքել է դրանց իսկությունը։ Ռուսախոս Բաղդասարովը հրաժարվել է ցուցմունքներից, նշելով, թե սխալ են թարգմանել իր ասածները, պատմում է Հանրապետական կուսակցության փոխնախագահը։ Գիտեք, նա ռուսախոս էր եւ սխալ թարգմանության կամ ուղղորդված սխալ, եթե ավելի այդպես ուղիղ խոսենք,
թարգմանության արդյունքում այդպիսի զավեշտալի մեղադրանքներ տեղ էին գտել արձանագրության մեջ։ Միխայել Բաղդասարովը մահացել է 2020 թվականին, եթե նա ժամանակին հրաժարվել է այդ ցուցմունքներից, ինչպես են առանց կողմի մասնակցության դատարանում պնդելու այդ ցուցմունքների արժանահավատությունը։ Կամ այնտեղ չեպե չկա, դուք հիմա նախագահի գլխին սարքելու համար ուրիշ թեմա չեք ունեցել եւ չեք հորինել, հանել եք փոշոտ դարակներից մի դեֆեկտավոր այսպես ասած փաստաթղթեր եւ փորձել եք դրա հիման վրա նախագահին արգելել մեկնել երկրից, կամ էլ եղել է հանցագործություն, որ դուք 6 տարի պարտակել եք փաստորեն, չուղարկելով այն ժամանակին դատարան։ Չէ, իհարկե կա նաեւ երրորդ տարբերակը, որը զավեշտալի կարող է թվալ, բայց հաշվի առնելով, որ այս ամբողջը զավեշտալի է, որ լուսահոգի Միխայել Բաղդասարովը վերակենդանացել է եւ նոր ցուցմունք է տվել երրորդ նախագահի դեմ։ Թե ինչ բովանդակությամբ են հանգուցյալ Բաղդասարովի ցուցմունքները, ոչ Աշոտյանը, ոչ էլ հետապնդումը հարուցած դատախազությունը չեն հրապարակում։ Իրավապահ կառույցից Ազատությանը միայն հայտնեցին, թե նոր մեղադրանքը խոշոր չափերով կաշառք ստանալու հոդվածով է։ Եվ այնքան ակնհայտ էր, որ այդտեղ թեմա չկա, պրոբլեմ չկա, Սերժ Սարգսյանի վրա չեպե չկա, կեղծ չկա, որ անգամ իրենց հորինված շինծու ընդհանուր գործի մեջ այդ թեման չեն ներառել։ Իսկ այդ դրվագը գոյություն չունի դատական ատյանին փոխանցված գործի մեջ։ Միկա Բաղդասարովը Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից է եղել ու Սարգսյանին առնչվող գործերից մեկով էլ նշվում է, թե Սարգսյանն հանձնելով լիազորությունները ի թիվս այլ պաշտոնյաների Բաղդասարովի կազմակերպությանն էլ արտոնություններ է տվել։ Այս գործը դատարանում է ու Բաղդասարովի ցուցմունքների դրվագը, որից կենթանության օրոք դեռ Սարգսյանի հետ առերեսվելիս հրաժարվել է, չեն ներառել գործում, շեշտում է Արմեն Աշոտյանը, այսինքն չեն համարել ապացույց։ Իսկ այսօր, երբ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսած Սարգսյանին ուզում են արգելել երկրից դուրս գալ, կարճել են այս արդեն հերկված ցուցմունքներից, ասում է Սարգսյանի թիմակիցը։ Սա մեզ չի զարմացնում, բայց զայրացնում է այն տկարամտությամբ, այն լկտիությամբ, այն հաբրգածությամբ, այն անպատժելիությամբ, որով Նիկոլ Փաշինյանը եւ իր կամակատար դարձած իրավապահ համակարգը ափաշկարա բացահայտ կերպով խախտում են բազմաթիվ քաղաքացիների, այդ թվում նաև երրորդ նախագահի ֆունդամենտալ հիմնարար իրավունքներ։ Ընդ որում Միկա Բաղդասարովին առնչվող գործով, որտեղ բացակայում է նրա ցուցմունքների դրվագը, Սարգսյանին երկրից բացակայելու արգելք չի կիրառել դատարանը, շեշտում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը։ Երրորդ նախագահի առնչությամբ մի քանի գործ կա դատարանում, որոնք երկու վարույթով են քննում։ Երկու դատավորն էլ երեք մերժել են դատախազության միջնորդությունը, որ պահանջում էր Սարգսյանին արգելել երկրից դուրս գալ։ Մեղադրողի պահանջը դատարանը քննել է նաև նախօրեին գիշերը։ Հաջորդ օրն էլ շարունակվել է նիստերը։ Անգամ երբ դատավորներից մեկի եղբայրը հանկարծամահ է եղել, մանրամասնում է Աշոտյանը։ Այնքան էր նիկոլական պրոպագանդան, նիկոլական ապարատը, Նիկոլա անձամբ այդ խնդրով շահագրգիռ, որ անգամ դատավորներից մեկին իր հարազատի սքո արարողություններից կտրել, բերել էին եւ փաստացի ստիպել էին նիստ անցկացնել։ Դատախազությանն ինչն է ստիպել, որ երրորդ նախագահի տեղաշարժի իրավունքը սահմանափակեն։ Փաստաբան Ռուբեն Հակոբյանն ասաց, դատարանում ընդհանուր մի պատճառաբանություն է ներկայացրել։ Փաստաթուղթ որտեղ արձանագրված էր, որ օպերատիվ տվյալներ կան, որ Սերժ Սարգսյանը նպատակադրված է ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորել, ոչ հիմնավորումներ կար, ինչպես են ստացել, ումից են ստացել։ Սարգսյանն էլ դատարանում վստահեցնում էր, որ ոչինչ չի ստիպի իրեն փախուստի դիմել իր երկրից։ Որ նույնիսկ եթե ես վստահ եմ, որ Հայաստանի որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես այս երկրից չեմ թաղես, իմ երկիրն է, այս իրանց երկիրը չէ, իմ երկիրն է։ Ես իմ երկրից պետք է փախչեմ։ Ինչն է պատճառը, որ ամեն գնով Սերժ Սարգսյանին արգելում են Հայաստանից դուրս գալ։ Արմեն Աշոտյանի վարկածներից մեկն էլ այն է, որ Սարգսյանը վաղը հարցազրույց է տալու YouTube-յան ալիքներից մեկում, ու գուցե այդ պատճառով Փաշինյանի նյարդերը լարվել են։ Սերժ Սարգսյանը
Չեչնիայից Հայաստան փախած 23-ամյա Այշատ Բեյմուրատովայի սպանության դեպքից ավելի քան 20 օր է անցել, թեև կա քրեական վարույթ, բայց որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ, որևէ մեկի նկատմամբ հետախուզում էլ չի հայտարարվել։ Մինչ այդ տարբեր տեղեկություններ են ի հայտ գալիս հնարավոր կասկածյալների, նաև Այշատի մասին։ Ըստ մի շարք աղբյուրների երիտասարդ կինը ազգակցական կապեր ուներ Չեչնիայի բռնապետ առաջնորդ Ռամզան Կադիրովի հետ։ Не позволяйте, чтобы чеченские... Թույլ մի տվեք, որ չեչեն եւ ոչ միայն չեչեն, այլև ռուս ուժայինները հանգիստ գան Հայաստան եւ ձեր երկրում սպանեն մարդկանց։ Убивали человека. Չեչնիայից Հայաստան փախած 23-ամյա Այշատ Բեյմուրատովան նախ անհետացել էր Երևանում, հետո ոստիկանները նրա մարմինն էին գտել Երևանի մայրաքաղաքի բնակարաններից մեկում։ Օրերս բողոքի ակցիայի դուրս եկած ռուսաստանցի ակտիվիստները հայ իրավապահներին հարցնում էին. ընտանեկան բռնությունից փախած կնոջ գործն ինչ փուլում է։ Նրանք համոզված են Այշատը սպանվել է ու դրանում Չեչնիայի ուժայինների մատն է խառը։ Ակտիվիստ Ալիպատ Սուլթանբեկովան Ազատությանն իր ունեցած տեղեկություններն է պատմում։ Нашла ее другая девушка в Инстаграм, решила с ней подружиться. Ինստագրամով նրա հետ ընկերացել է մի աղջիկ, քանի որ Այշատն աշխարհի համար բաց ու շփվող աղջիկ էր ու իսկապես ցանկանում էր շփվել, արձագանքել է նրա առաջարկին։ Հետո է պարզվել, որ նրան հանդիպման կանչած կինը ծանոթ է եղել Կադիրովի շրջապատի մարդկանց հետ։ Նրա հետ գիշերը հանդիպելուց հետո Այշատը անհետացել է։ Տեսախցիկը ֆիքսել է մարդկանց, որոնցից մեկը չեչեն տղամարդ էր եւ որն ըստ որոշ լուրերի նախկինում մեղադրվել է իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությանը ֆինանսավորելու համար։ Այշատ Բեյմուրատովայի ընկերներից մեկը BBC-ի հետ զրույցում փոխանցել է այն, ինչ իրեն պատմել է մահացած ընկերուհին։ Ըստ այդմ Այշատը պնդել է, որ իր տատը Չեչնիայի նախկին նախագահ Ահմադ Կադիրովի զարմուհին է, վերջինս գործող ղեկավար Ռամզան Կադիրովի հայրն է։ Նա նաև պատմել է, որ թոշակառու հայրը նախկին զինվորական է։ Պաշտոնապես Ռուսաստանում չգրանցված Վաժնոյե Իսტორիե կայքը ենթադրում է, որ Այշատի հայրը ոստիկանության օպերատիվ աշխատակից է եղել։ Նույն աղբյուրի լրագրողները նաև պարզել են, որ Այշատի հորեղբայրն էլ Չեչնիայի ոստիկանության գլխավոր վարչության աշխատակից է։ Ըստ BBC-ի հոդվածի Այշատ Բեյմուրատովային 20 տարեկանում իր կամքին հակառակ ամուսնացրել են կրակել սովորեցնող 29-ամյա մի տղամարդու հետ, որին նա մի քանի անգամ է հանդիպել նախքան հարսանիքը։ Ըստ աղբյուրի ամուսինը ծեծել է երիտասարդ կնոջը, տանը տեսախցիկներով հետևել, դուռը վրան կողպած պահել, արգելել օգտվել հեռախոսից եւ այլն։ Նրանք համատեղ մեկ անչափահաս երեխա ունեն։ Семьи, которые, по мнению семьи, каким-то неподобающим образом себя ведут, позорят семью, их убивают. Չեչնիայում ընտանիքի այն անդամը, որը մյուսների ընկալմամբ անպատվաբեր վարք է դրսևորում անարգելով ընտանիքը, սպանվում է եւ դա անվանում են սպանություն հանուն պատվի։ Սա այդ երկրում ընդունված է։ Նույնն էլ Այշատի հետ է եղել։ Իսկ Այշատը Հայաստան էր եկել ապրելու համար։ Սոցցանցերի իր բաց էջերով ազատորեն խոսում էր Չեչնիայում ընտանեկան բռնության մասին։ Վաղուց հայտնի փաստ է, եթե ընտանիքը չի կարողանում ինքնուրույն այդ հարցը լուծել, ապա չեչեն ուժայիններն են միջամտում, հատկապես եթե այդ կանայք գտնվում են երկրից դուրս։ Ազատության տեղեկություններով կնոջ մարմինը, որ դեռ Երևանում է, հողին չի հանձնվել։ Վարձակալած բնակարանում Այշատն ընկերների հետ է ապրել։ Հենց նրանք էլ այսօր դիակի ճանաչմանն են մասնակցել։ Դեպքից ավելի քան 20 օր է անցել, բայց դեռ հետախուզում չի հայտարարվել ռուս ակտիվիստի նշած մարդկանց գտնելու համար։ Թեև սպանության գործով քննչական կոմիտեում կա վարույթ, բայց չկա հարուցված քրեական հետապնդում որևէ մեկի նկատմամբ։ Կոմիտեից ասում են քննարկումների փուլում են։ Ռուս ակտիվիստները կասկածներ ունեն, որ անգամ եթե այսօր հետախուզումը հայտարարվի, արդեն ուշ է, նրանց Հայաստան բերել չեն կարող, որովհետև նույն օրը սահմանը հատել են։ Այշատի հետ վարձով ապրող ընկերներն այս գործով առանցքային վկաներ են։ Նրանց իրավունքների պաշտպանությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն է զբաղվում։ Գրեթե հանցագործությունը 90%-ով բացահայտված է, դա միանշանակ է, որովհետև եւ տեղեկությունները տրված դրանք համադրելով ստացված մնացած այլ ապացույցների, տեսագրությունների եւ այլնի հետ գրեթե պարզ է պատկերը եւ այս համատեքստում հապաղել է որևէ լավ արդյունքի չի բերելու։ Թեև հայ իրավապահներն ավելի քան 20 օր է դեռ չեն բացահայտել չեչեն կնոջ առեղծվածային մահվան դեպքը, բայց օտարալեզու լրատվամիջոցներն արդեն հրապարակում են այն կնոջ անունն ու ազգանունը եւ նկարը, որի հետ Ինստագրամով ծանոթացել է Այշաթը։ Հետո նա ու մի տղամարդ վարձակալած բնակարան են հրավիրել Այշաթին, այնտեղից Այշաթն ընկերներին
նկարներ է ուղարկել, հետո նրա հետ կապը կորել է։ Այդ կնոջ հետ նույն բնակարանում է եղել նաև մի տղամարդ, որն ըստ «Осторожно новости» տելեգրամյան ալիքի Գրոզնիում հայտնի բիզնեսմեններից մեկի որդին է։ Իրավապաշտպանները պնդում են Այշաթին խեղտամահ են արել։ Այշաթի ողբերգական այս դեպքից հետո Չեչնիայի մարդու իրավունքների պաշտպան Մանսուր Սոլտաևը հայտարարել է, թե անկախ իրավապաշտպաններն են մեղավոր ընտանեկան բռնությունից փախած եւ նրանց օգնությամբ Հայաստան հասած Այշաթ Բայմուրատովայի մահվան համար։ Պնդել է, այդ կազմակերպությունների աշխատակիցները արտասահմանյան գործակալներ են, սա իր որակումն է, որոնք փոխադրել են աղջկան եւ կարող են պատասխանատու լինել սպանության համար։ Այսպիսի հայտարարությունները նորություն չեն մեզ համար, ասում է ակտիվիստ Ալիպատ Սուլթանբեկովան, որը Երևանի գլխավոր հրապարակից դիմում է հայերին։ Ես ուզում եմ, որ Հայաստանի քաղաքացիներն իմանան, որ ձեր երկրում սարսափելի հանցագործություն է տեղի ունեցել։ Սպանել են մարդուն ու առանց պատժվելու գնացել երկրից։ Հետաքննությունը պետք է թափանցիկ լինի, չէ՞ որ Հայաստանը ժողովրդավարության ձգտող երկիր է։ Ձեր երկրում այնպիսի հանցագործություն է տեղի ունեցել, որն անթույլատրելի է։ Ձեր ղեկավարները ոչ մի հայտարարություն չեն արել մինչև հիմա այդ մասին։ Մենք չգիտենք, թե վաղնում հետ ինչ կպատահի։ Սա անվտանգության հարց է, ոչ միայն Հայաստանում գտնվող ռուսաստանցիների համար, այլ բոլորի։ Ինչու է ձեր երկրում այսպիսի դեպք տեղի ունենում։ 23-ամյա Այշաթը Հայաստանի իրավապահներին ու հասարակական կազմակերպություններին չի տեղեկացրել, որ Չեչնիայից փախել է ընտանեկան բռնությունների պատճառով ու այստեղ Հայաստանի պաշտպանությունն է ակնկալում։ Միջազգային լրատվամիջոցներում հաճախ են հայտնվում պատմություններ ընտանեկան բռնություններից տուժած կանանց մասին, որոնք փախչում են հիմնականում Չեչնիայից։ Նրանց մեծ մասին, սակայն, վերադարձրել են Չեչնիա ու ըստ իրավապաշտպանների սպանել։ Տեսնենք ինչ է կատարվում Հայաստանից դուրս։ Միջուկային թեման դարձյալ ակտիվանում է ԱՄՆ-Ռուսաստան հռետորաբանության մեջ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ուսումնասիրել ԱՄՆ միջուկային փորձարկումների ծրագիրը։ Այդ փորձարկումները նահանգները վերջերս է սկսել, երեք հայտարարվել էր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ փորձարկելու մասին, որը կարող է նաև միջուկային մարտագլխիկ կրել։ Բայց նահանգները միջուկային փորձարկումները վերսկսել էր Ռուսաստանի նախագահի հոկտեմբերին արած հայտարարությունից հետո, թե հաջողությամբ փորձարկել են միջուկային շարժիչով աշխատող Պոսեյդոն ստորջրյա սարքը եւ անսահմանափակ հեռահարությամբ Բուրիվեսնիկ հրթիռը։ Ռուսաստանի նախագահը 3 անվտանգության խորհրդի նիստին հանձնարարել է լրացուցիչ տեղեկություններ հավաքել Միացյալ Նահանգների միջուկային փորձարկումների ծրագրերի մասին եւ առաջարկներ ներկայացնել Ռուսաստանի կողմից միջուկային զենքի փորձարկումների նախապատրաստական աշխատանքների հնարավոր մեկնարկի վերաբերյալ։ Նիստից առաջ 3 ԱՄՆ տիեզերական ուժերի հրամանատարությունը հայտարարել էր, որ միջմայրցամաքային բալեստիկ հրթիռ է փորձարկել, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել, բայց հոկտեմբերի վերջին հենց Պուտինն էր հայտարարել միջուկային շարժիչով աշխատող Պոսեյդոն ստորջրյա սարքի եւ անսահմանափակ հեռահարության Բուրևեսնիկ հրթիռի հաջող փորձարկման մասին, ինչից հետո Թրամփը Պենտագոնին հանձնարարեց վերսկսել միջուկային փորձարկումները։ Պուտինը հանձնարարականը տվել է ի պատասխան պաշտպանության նախարարի առաջարկի, որ պետք է անհապաղ լայնածավալ միջուկային փորձարկումների նախապատրաստվել։ Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ դեռ 2023-ին Դաշնային ժողովի ժամանակ հղացուղերձում է հստակ ասել, եթե ԱՄՆ-ն կամ միջուկային փորձարկումներ չանելու մասին պայմանագրին միացած որևէ այլ պետություն նման փորձարկումներ անի, ապա Ռուսաստանը եւս ստիպված կլինի համարժեք պատասխան միջոցներ ձեռնարկել։ Սակայն Մոսկվան մտադիր չէ շեղվել իր պարտավորություններից, վստահեցրել է Կրեմլի ղեկավարը։ Хотел бы отметить, что Россия всегда Կցանկանայի նշել, որ Ռուսաստանը միշտ խստորեն պահպանել է եւ պահպանում է միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները, եւ մենք որևէ ծրագիր չունենք շեղվելու այդ պարտավորություններից։ Անվտանգության խորհրդի երեկվանիստը նվիրված էր այլ տրանսպորտային անվտանգության թեմային, սակայն Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է նախ անդրադառնալ Պենտագոնին Թրամփի տված հանձնարարականին, ինչը ըստ նրա շատ падգամավորների է մտահոգել։ Да, действительно, это вопрос серьезный. Այո, իրոք, դա իսկապես լուրջ հարց է, արձագանքել է Վլադիմիր Պուտինը եւ պաշտպանության նախարարին է խնդրել մեկնաբանել։ Անդրեյ Բելաուսովն ասել է, որ ԱՄՆ-ն հետևողականորեն դուրս է եկել սպառազինությունների կրճատման եւ սահմանափակման մասին գործող պայմանագրերից եւ արագ տեմպերով արդիականացնում է իր ռազմավարական հարձակողական զենքերը, ստեղծում նորերը։ Դա ըստ նախարարի զգալիորեն բարձրացնում է Ռուսաստանի համար ռազմական վտանգի մակարդակը եւ Ռուսաստանը պետք է պահպանի իր միջուկային ներուժը, որպեսզի պատրաստ լինի ցանկացած սցենարի։ Հաշվի առնելով դա, Բելաուսովն առաջարկել է
սկսել միջուկային զենքի փորձարկումների նախապատրաստական աշխատանքները։ С учетом вышеизложенного считаю целесообразным. Հաշվի առնելով վերոնշյալը, կարծում եմ, որ նպատակահարմար է անմիջապես սկսել լայնածավալ միջուկային փորձարկումների նախապատրաստական աշխատանքները։ Նովայա Զեմլյա կղզիախմբի կենտրոնական հրաձգարանում արկա ուժերի եւ միջոցների պատրաստվածությունը թույլ է տալիս դա իրականացնել կարճ ժամանակում։ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն էլ ասել է, որ Վաշինգտոնից հնչող հայտարարությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն վճռական է տրամադրված միջուկային զենքերի փորձարկման հարցում։ Հետևաբար անհրաժեշտ է համարժեք քայլեր ձեռնարկել ժամանակ չկորցնելու համար։ Եթե հիմա համապատասխան միջոցներ չձեռնարկենք, կկորցնենք ժամանակ եւ հնարավորություններ ԱՄՆ-ի գործողություններին արագ արձագանքելու համար։ Քանզի միջուկային փորձարկումներին նախապատրաստվելու համար անհրաժեշտ ժամանակը կախված դրանց տեսակից տատանվում է մի քանի ամսից մինչև մի քանի տարի։ Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել 8 հայտնի ընդդիմադիր գործիչների, այդ թվում բանտարկված նախկին նախագահ Միխայել Սահակաշվիլի, Արևմտամետ ռազմավարություն կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեի, Արդարադատության եւ կրթության նախկին նախարար Նիկա Գվարամյայի դեմ։ Նրանք մեղադրվում են պետության դեմ հանցագործությունների համար։ Վրաստանի գլխավոր դատախազը պնդել է, որ Ուկրաինայում սկսված պատերազմից հետո ընդդիմադիրները կեղծ տեղեկություններ են տարածել, թե Վրաստանի օդային տարածքն օգտագործվում է Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար։ Մեղադրյալների մեծ մասն արդեն իսկ գտնվում է ճաղերի հետևում տարբեր մեղադրանքներով։ Վրաստանի իշխող կուսակցությունը նաև դիմել է սահմանադրական դատարան ընդդիմադիր 3 կուսակցությունների գործունեությունն արգելելու համար։ Եվրոպայի խորհրդից զգուշացրել էին, որ այդ քայլը Վրաստանին կտանի բռնապետության։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կառավարությունն արդեն 36 օր է չհաստատված բյուջեի պատճառով մասնակի է աշխատում։ Այս շատդաունը պատմության մեջ ամենաերկարատևն է եւ այն արդեն ազդում է նաեւ ավիացիոն ոլորտի վրա։ Ավիատրանսպորտի եւ տրանսպորտային անվտանգության վարչության ավելի քան 60,000 աշխատակիցներ այս ամիսն աշխատել են առանց վարձատրության։ ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին չորեքշաբթի օրը հայտարարել է, որ ստիպված են 10%-ով կրճատել չվերթները ԱՄՆ 40 խոշոր օդանավակայաններում։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք azatutun.am կայքում եւ սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղը ժամը 16-ից։ Հաջողություն։